Երևանում ընթացող հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ ընդհանուր համաժողովի մասնակիցներն այսօր այցելել են Հայոց ցեղասպանության հուշամալիր, հարգել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ծաղկեպսակ դրել հուշարձանին։ Ժողովի մասնակիցները նաև այցելել են Ցեղասպանության թանգարան ինստիտուտ։ Մեծ Եղեռնի հուշամալիրից նրանք մեկնել են միության նոր կենտրոնի շինհրապարակ։ Մելիք Ադամյան փողոցում վերակառուցում է դեռևս 1906 թվականին Երևանի կենտրոնում կառուցված ազգային ժողովի շենքը։ Շին աշխատանքների ընթացքին հետևել են նաև ամենայն հայոց կաթողիկոսն ու Երևանի քաղաքապետը։ Քաղաքապետային կողմից այն աջակցությունը եւ այն անելիքը, որը լինելու է, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում, ինչ լինել հիմնադրամի կողքին եւ այս շինարարության միջև ավարտի այդ աշխատանքները ավարտել։ Եվ դրանից հետո մեր համագործակցությունը կլինի շարունակական եւ այդ շարունակությունը կբերի ի բարօրություն մեր ժողովրդի եւ մեր հայրենակիցների։ Այս բարեգործականի դունը պիտի լա մեր ավակա ծրագիրներու կենտրոնը, որ մենք ինչպես ասենք ավակային ընթരാճ մենք մեր վրա գտնենք որ ավելի բարձր մարտավարություններ հաճս հայասկին, հայրենիքին, Հայաստանին եւ Սփյուռքի հայերուն։ Օգնիր եղբորդ